գժվեց, բայց քորը ուզում արուն թափի, Բերեզովսկին թույլ տվեց, որ ես տեսնեմ Լիտվինենկոյին։ Սանն եմ եղել գործող վեհապարին։ Աջակցում ենք Ստեփան Դեմիրճյանի։ Միշա ասում է, որ ինքը ամեն ինչ արել է։ Ես հանդիպում եմ այդ ժամանակ Քոչարյանի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականին։ Դա հերքվել է Ստեփան Դեմիրճյանի, նաև Ալբերտ Բազյանի կողմից։ Լողը չի թողել։ Ընդունում կոնսերվատոր է, 3-րդ կուրս, մի անգամից։ Բարի երեկո։ Այսօր կփորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ կարևոր եւ անկեղծ պատասխաններ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Շատ բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Բաբաջանյան, ձեզ այդ հաղորդումը եկեք սկսենք անցյալից, բայց ձեր կյանքը շատ յուրահատուկ է եղել, օրիգինալ։ Մանկությունից սկսած ամեն ինչ երկելուց միջև հոգևոր կրթություն, հետո քաղաքական կրթություն, հետո քաղաքական պայքար, բանտ, հետո լրագրություն եւ լրատվականի հիմնում, հետո արդեն պատգամավորի կյանք։ Իսկ ներկայումս էլ մասնակցում եք արդեն խորհրդարանական ընտրություններին։ Դուք ունեք մի քանի մասնագիտություն, բայց եկեք հարցը այսպես ձևակերպեմ, էլի, որ մասնագիտությունն է ձեզ ձևավորել եւ որ մասնագիտությանն եք դուք ձեզ նույնականացնում, ինչքանով, ինչքան շատ, ինչքան քիչ, որն է ձեզ ձևավորել։ Որպես անհատականություն եւ որպես մարդ, ով իր կյանքը ամբողջությամբ կապել է Հայաստանին եւ առանց Հայաստան ուղղակի չեմ կարող պատկերացնել ինձ, իհարկե հոգևոր կրթությունն է, ճեմարանն է, որն ամբողջությամբ ձևավորել է ինձ որպես քաղաքացի, հայրենասեր, դա Գևորգյան ճեմարանն է, դա Սևանի Վազգենյան դպրանոցն է, դա իհարկե Սուրբ Ղազար հոգևոր ակադեմիան, որտեղ ձևավորվել է իմ ամբողջ գիտակցական աշխարհայացքը եւ իհարկե դրան օգնել են հատկապես միջազգային հարաբերությունները եւ կոնֆլիկտաբանություն մասնագիտությունները, որոնք ավելի շոշափելի եւ ավելի առարկայական են դարձրել են ամբողջ պատմաքաղաքական գործընթացների ամբողջությունը, որ մենք հետևել եւ այսօր էլ դասեր քաղելու կարիք ունենք։ Պարոն Բաբաջանյան, գանք էլի հոգևոր կրթությանը դուք պատմել եք, որ շատ վաղ մանկությունից ասեմ, դպրոցական տարիներից ասեմ, արդեն մասնակցում եք Ղարաբաղյան շարժմանը, հետո դրանից հետո չեք նշում ոնց է լինում, որ տեղափոխվում եք արդեն հա, ճիշտ է, դուք ասում եք, որ Արևիկ երջախմբում եք երգել, ու ըստ դրա արդեն գնացել է նաև ձեր հոգևոր կրթությունը, մի քիչ մանրամասներ կպատմեք ոնց է։ Իհարկե, ես նախ ռուսական դպրոց եմ գնացել, մեր ընտանիքը տենց ռուսական թեքում է ունեցել, որովհետև հորեղբայրս զինվորական էր եւ ավագ եղբայրն էր հորս եւ կարծես ինքն էր նաեւ ընդհանուր տրամադրությունները ստեղծում, Բիլինսկի դպրոցում եմ սովորել եւ Արևիկ խմբում, քանի որ երկրորդ հերթ էր մեր պարապմունքները, երկրորդ հերթ էր նաեւ այդտեղ մեր դպրոցը, ես ստիպված եղա տեղափոխվել այլ դպրոց։ Հիմա այդ դպրոցը կոչվում է Սախարովի անվան 69 դպրոց։ Հետո ես 6-րդ դասարանում որոշում եմ, որ ես այլևս ռուսական դպրոցում չպետք է սովորեմ։ Ես վերցնում եմ գործերս առանց ծնողներիս գիտության եւ գնում եմ հայկական դպրոց։ Այդտեղ հիմնում եմ պիոներական կազմակերպության դեմ մեծ ուրեմն բողոքի ակցիաներ են տեղի ունենում, վսկապները լցնում ենք իմ կազմակերպմամբ պիոներ սենյակի դիմաց, վառում ենք եւ հիմնում ենք Եռագույնների մանկական կազմակերպություն մեր դպրոցում եւ սկսում ենք եռագույն վսկապներ կրել։ Դա մի մեծ սենսացիա է առաջացնում, դպրոցի տնօրենը, որ եթե հիմա շատ բարեկամական հարաբերություններ ունենք, որոշում է, որ ինձ պետք է հեռացնի։ Եվ ուրեմն ժողկրտ բաժնի նիստ են հրավիրում, այդ նիստը անցկացնում են դպրոցում, որ ինձ պետք է բան անեն,
ծնողից են կանչում, papayin ասում են, որ սենց չի ենթարկվում եւ այլն, ասում վատ է սովորում, բայց չէ, վարքը, բան եւ այլն, ու ես հրավիրում եմ այդ ժամանակ պիոներ կանչի երկու շատ հայտնի լրագրողների Գայանե Թերսյան եւ Տիգրան Հարությունյան, որը հիմա Նոյան Տապան լրատվական գործակալության գլխավոր խմբագիրն է։ Իրենք այդ ժամանակ լրագրողներ են գալիս են որպես լուսաբան են։ Տնօրենը տեսնում է, որ ես սենց բան եմ արել, պատկերացրեք 88 թիվ լրագրողը գալիս է լուսաբանելու ժողովրդ բաժնի նիստ եւ տենց իրենք փրկում են ինձ եւ նիստ բանա լինում հոտված են տպում պիոներ կանչում, իսկ պիոներ կանչեն ժամանակ թիվ 1 ընդդիմադիր լրատվամիջոցներ։ Իմ գլուխս բռնած, սենց ասում ես չեմ ուզում պիոներ լինել այդ վերնագրով ու դա գին մեծ լավ հնչեղություն է ունենում։ Դրանից հետո ուրեմն մենք լծվում ենք Հայաստանում պիոներական կազմակերպության կազմալուծման։ Մենք ուրեմն իմ համախոհ ընկերների հետ այդ թվում նաև Վիգեն Սարգսյան, Կարեն Հակոբյան, Թամարան Գևորգյան, ուրեմն հավաքվում ենք եւ ստեղծում ենք պիոներական կազմակերպության փոխարեն Հանքավանում հույս Հայաստանի մանկապատանեկան կազմակերպությունը։ Հետո գնում ենք Արտեկ, Ղրիմ, որտեղ Գորբաչովն է, որտեղ Չիպուրնիխն է, այդ համամիութենական պիոներական կազմակերպության ղեկավարը եւ մենք մոլդովացիները եւ վրացիները որոշում ենք դուրս գալ пионерական կազմակերպությունից ստեղծվում է Союз пионерских организаций, Ֆեդերացիա детских организаций։ Մենք մտնում ենք ՖԴՕ-ի մեջ։ Այդքան երիտասարդ տարիքում, այդքան փոքր, բայց այդքան նախաձեռնող է պարոն Բաբաջյանը։ Հա, եւ իսկ դες ովքեր էին օգնում, պարոն Բաբաջյանը։ Ճիշտ ասած, համախոհ մեր չէ, ավակներ չեն եղել են ես ոգեշնչվել եմ իմ հորեղբոր տղան Նորայր Բաբաջանյանը, որը արտակարգ իրավաբան էր եւ Լատվիայում ծովային դատախազ էր, իր հայրենասիրական ինքնա ուրեմն կերպարը, ինչպես նաև papays հորեղբայրը եղել է 65-67 թվականների անկախական այդ շարժման Ռավեն Հարությունյան եղել է այդ այնց ոգևորել։ Իսկ դրանից հետո ոնց է գնում արդեն զուգահեռ ուրեմն իմ ուսուցչուհին, հայոց լեզվի ուսուցչուհին, իմանալով որ ես Արևիկ խմբում եմ երգում, ես ուրեմն ինձ ասում եմ արի գնանք եկեղեցում երկեցողության դասեր են անցկացվում, շատ խորտ։ Լավ ասում եմ Տոսյա Հարությունյան ասում եմ լավ կգամ, իրա խաթր գնում եմ եւ Սուրբ Սարգիս եկեղեցում գործող կաթողիկոս այն ժամանակ անցկացնում էր չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին շարականների ուսուցման դասընթացներ։ Մարդիկ եկեղեցում կանգնում էին երեկոյան գործից հետո եւ Շոթա Վարդանյան անունով երկեցողության դասատուն տարբեր շարականներ էր ուրեմն սովորեցնում, այդ օրը մտա եւ այսօրվա պես հիշում եմ, ես 12 տարեկան էի, Իվերին Երուսաղեմ երգն էին սովորում եւ ես ուղակի հմայվեցի հայ եկեղեցական երգեցողության այդ նմուշներով, շարականներով, Եկմալյան, Կոմիտաս ու սիրահարվեցի։ Հաջորդ անգամ ես խնդրեցի, որ իր հետ գնամ։ Ու այդպես աչքի ընկա, կաթողիկոսը ինձ նկատեց, առաջարկեց մի քանի ամիս անց դառնալ հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ եւ ես դպրոցում սկսել էի նաեւ թերթ տպագրել, անունը Միացում էր եւ հարցազրույցներ էի անում Հաջիկ Ստամբուլցյան, բան, տենց մտավորականների հետ, բան ու Սրբազանը, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը Գարեգին Սրբազանը նկատում է ինձ, ասում է արի առաջնորդարանում ուրեմն ամսագիր հիմնենք հայ եկեղեցու երիտասարդաց միության առընթեր եւ դառնում եմ հայորդի պարբերականի խմբագիր ու այդտեղ հարցազրույցների շարք եմ անում առաջի անգամ Հրանտ Մաթեոսյանին եմ հանդիպում Գևորգ Էմինենց տանն եմ լինում Գոհար Գասպարյան եւ այլն այդ միջավայրը Վազգեն Վեհապարի միջավայրը ինձ ամբողջությամբ փոխում է Վեհապարը ինձ միջնորդում է որ ես մատենադարանում սկսեմ ուրեմն օգտվել ձեռագրապահոցից, գրադարանից, դա մի ուրիշ պատմություն է։ Պաստորիկ կաթողիկոսին դուք 30 տարուց ավել արդեն ճանաչում եք։ Վեհապարին, Վազգեն Վեհապարը։ Վազգեն Վեհապարին, հա։
Վազգեն վեհապարը ինձ դաս է տվել իր հաջորդը Գարեգին առաջին վեհապարը, որը 4 տարի դարձավ ամենայն հայոց կաթողիկոս եւ իհարկե Սանն եմ եղել գործող վեհապար։ Եվ դրանից հետո ուրեմն Ջերմարան, Ջերմանից առաջ Վենետիկ դպրոցը դա էլ մի փառահեղ պատմություն է, պատկերացրեք ուրեմն բանում ես ամեն օր առավոտյան գնում էի դպրոցում, բանը դեռ թերթ էի կարդում, բերում էի դպրոց եւ դասերի արանքում թերթ էի կարդում, որտեղ քաղաքական նորությունների ուղղակի մի խելառ սպառող էի։ Բաբա ջան, Մուրադ Ռաֆայելյան վարժարան, հիմա կպատմեմ, այդ շատ կարևոր փուլ է, խնդրում եմ ես թույլ տվեք։ Ուրեմն դպրոցում կարդում եմ, մեկ էլ տեսնում եմ բանը, որ ապրիլ 24-ից հետո, ապրիլի 24-ին մի ֆիլմ է, որ Մատենադարանի մասին, որը նկարվել է Վենետիկում։ Քնում ենք, շատ տենց համեստ էինք ապրում, շատ տենց համեստ եկամուտներ ունեին ծնողներս։ Ու նայում եմ Վենետիկում ուրեմն ձեռագրերն են եւ նաեւ Կիրովականից երկրաշարժից հետո ինչ որ ուսանողներ են սովորում։ Մամայից ասում եմ, ես ուզում եմ ստեղ սովորեմ։ Մամաս ասում է, բանար անջատի այդ թիվին ու դավայ գնացիր քնելու։ Ու ես այդ երազանքով ուրեմն կարդում եմ ազգորաթերթ Անահիտ Հովսեփյան, որը այսօր էլ Գերմանիայից գրվում է, այդ թերթում, որ ուրեմն Հայրվան Օհանյանը, որ այսօր էլ ողջ է եւ Մուրադ Ռաֆայելյան վարժարանի տեսուչն էր այդ ժամանակ, ուրեմն Հայաստան եկել ուսանողներ տանելու։ Ես գնում եմ ազգորաթերթ, որպեսզի կոնտակտներ վերցնեմ։ Կոնտակտները վերցնում եմ, ուրեմն զանգում եմ մի Սամվել Բաղդասարյան անունով բժշկի, ով ասում է հենց խմբագրությունից, ով ասում է, որ ձայնս լսում է, ես 16 տարեկան եմ, ասում է դուք մեծ եք, ասում է ձեր տղան քանի տարեկան է, կարծում եմ ես տղայիս համար եմ զանգի, ասում եմ 16, ասում է արդեն մեծ է, ոնց որ Հայրվանն ավելի 14 տարեկան, բան, ասում դե թող գա երեխան մի հատ Հայրվանին ճանաչի, ես գնում եմ, Հայրվանը ինձ ուրեմն ծանոթանում է եւ ես այն ժամանակ դասական ուղղագրությամբ էի գրում, ուրեմն ես իմ հասցեն եմ թողնում, ուղղակի ճանաչեցինք, բարևեցինք, բան ինքը տենց շատ ոգևորվեց, բան ու տեսավ իմ դասական ուղղագրությամբ գրված հասցեն իմ կոնտակտները, ասեց ոնց դու դասական հայերենով ես գրում, ասեցի հա, ասեց չէ դու պիտի գաս Վենետիկ, ասեցի ինչ պիտի անեմ դրա համար, ասեց ես հիմա մեկնում եմ, Հայր Սահակ Ճեմճեմյանը կգա, այնպես կանենք, որ դուք հանդիպեք իրար, ինքը քեզ կասի ինչ պիտի անես։ Հայր Սահակ Ճեմճեմյանը գալիս է Երևան 3 օրով։ Մեր հեռախոսները անջատվում են, որտեղ 93 թվականն է, լույս չկա, ուրեմն եւ այդ մի հեռախոսի համար գիտեմ, մեկ էլ գիտեմ, որ Հայր Սահակն է գալիս, որտեղ կարող է պոտենցիալ Հայր Սահակը հայտնվի, Մատենադարան, գնում եմ Մատենադարան, ձեռագրապահոցի տնօրենը Գևորգ Վարդանյան մահացավ վերջերս, հարցնում եմ, ասում Հայր Սահակ անունով մեկը Վենետիկից, ասում ստեղ էր, բայց գնաց, ասեց, որ բարեկամների տանը պիտի մնա, որտեղ են բարեկամներ, ասեց 15 կվարտալ։ Ինչ պիտի անեմ, դպրոցի դասարանցիներից վերցնում գնում ենք 15 կվարտալ։ Մանգալ։ Եվ հատիկ բոլոր շենքերով, տներով, բարև ձեզ դուք Իտալիայից ունեք, բարև ձեզ դուք Իտալիայից ունեք, գտնում ենք Հայր Սահակին 17 կվարտալից, իմ դասարանցիների ջանքերով, Հայր Սահակը տեսնում է, ասում է, ոնց եք գտել ինձ։ Ոնց ես գտել տղա ջան։ Այս նշանակում է ուրեմն ամեն ինչ որ կոչում կա աստվածային եւ այլն եւ Հայր Սահակը ուրեմն պատրաստում ենք այդ թղթերը ես մեկնում եմ շատ դժվարությամբ իդեպ այն ժամանակ կրոնի խորհուրդ կար նախարարների կառավարության առընթեր Լազար Սոջյան կար ինքը բայց կաթոլիկների բանով գնալը բան դու եկեղեցու հետ ես կապ ունեցել հայրաքելական եկեղեցու եւ այլն ասում թե կրթություն եւ այլն Եվրոպա բան ու շատ մեծ դժկամություն կար ինձ թողնելու այդ ում նաեւ գործող կաթողիկոսը չէր ուզում որ ես գնամ բայց ուրեմն հասա Մոսկվա եւ Մոսկվայում սկսվեց պուտչը Ելցինի դեմ Ռուսկոյ Խասբուլատով կրակում են ես կանգնած եմ Իտալիայի դեսպանատան մոտ որտեղ պիտի վիզա ստանամ դա էլ անմիջապես հարևանությամբ
Ուրեմն բոլորը շատ խեթ են նայում, որովհետև ես տենց կովկասյան արտաքին ունեմ, իսկ ռուսները ահավոր ագրեսիվ էին այդ օրերին, չեչեններ, որտեղ խազբոլատը չեչեներ եւ այլն։ Ուրեմն ինչ անեմ, հերթը մի անծայրածիր հնարավոր չի, ինչ եմ անում, գալիս եմ դեսպանատան դիմաց, սպասում եմ հաջորդ առավոտյան, տեսնեմ ինչ հնարավորություն կա ներս մտնելու։ Մեկը կոճակը սեղմում է, այնտեղից ասում է՝ «Кто?» ասում է՝ «Почта»։ Հաջորդ օրը ես ավելի շուտ գալիս եմ, սեղմում եմ, ասում եմ՝ «Кто?» ասում եմ՝ «Почта»։ Մտնում եմ նամակ ունեմ Վենետիկից։ Տանում եմ, մտնում եմ դեսպանատուն, ասում եմ՝ «Սո»։ Ասում եմ նամակ ունեմ Իպատոսի անունով։ Գնում եմ Իպատոս տալիս եմ, ասում եմ երեկոյան արի վիզա ստացի, այդպես կարողանում եմ ուրեմն մեկնել Վենետիկ ու սկսել ուսումնառությունս։ Բան Բաբաջան, նայեք ինչքան սիմվոլիկ բաներ պատմեցիք, ինչքան էներգիայիք հույս հավատ դրել, բայց դուք դուրս եկաք հոգևոր կյանքից։ Ինչու՞։ Կոնֆլիկտ կար, թե կոնֆլիկտ չկար, դա ուղղակի որոշում էր։ Կար կոնֆլիկտ, բայց կոնֆլիկտը ավելի շատ իմ ներսում էր, նաև այն երևույթների վերաբերյալ, որոնք ինձ շրջապատում էին, հատկապես Հայաստանում, Ջերմարանում։ Ներկայիս կաթողիկոսը չփորձեց համոզել։ Ներկայիս կաթողիկոսը չէ, բայց նախորդ կաթողիկոսը ուզում էր ձեռնադրել ինձ, 21 տարեկան էի։ Կաթողիկոսը այդ ժամանակ մնում էր Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ, ինձ դասավանդել է քարոզխոսություն նախորդ կաթողիկոսը, որը 21 տարեկանում ասում էր կուսակրոն հոգևորական պիտի դառնաս, ես ասացի, որ ես պատրաստ չեմ։ Ինձ մի քիչ ժամանակ տվեք։ Ասաց, այդ ժամանակը տվեցինք, էլ հետ չես գա։ Ասեցի, կնշանակի ես կոչում չունեմ։ Եթե Աստված կանչում է եւ դու ունես այդ կոչումը, ուրեմն պիտի այդ կոչման մեջ հարատև լինես, ոչ թե մի իրավիճակում գնաս այդ որոշման, որից հետո կարող է հրաժարվես, իսկ երթում դրժելը շատ ավելի ծանր իրողություն է։ Այդ իմաստով ես շատ ուրախ եմ իհարկե, որտեվ իմ ինքնությունը ամբողջությամբ ձևավորվել է եկեղեցում, իմ ազգային ամբողջ բնավորության գծերը նվիրումը։ Դուք մտածում եք, որ մնալով կկաղապարվեք, այսինքն դուք ավելի շատ պոտենցիալ ունեք, ավելի քիչ անելիք կունենայի եկեղեցում որպես եկեղեցական, ավելի մեծ ծառայություն բերելու համար պետք է լինել աշխարհիկ միջավայրում եւ քաղաքականությունը այդ իմաստով շատ գրավիչ էր եւ առաջին այսպես քննությունը 98 թվականի ընտրություններն էին, երբ ես այնց պատահականորեն հայտնվում եմ կինոտանը, որտեղ գտնվում էր Կարեն Դեմիրճյանի նախընտրական գլխավոր շտաբը։ Հեսա գանք դրան, էլի պարոն Բաբաջան, մեր Մուրադ Ռաֆայելյանի թեման էլ փակենք, ասում են, որ դուք այնտեղ սովորել եք Միքայել Մինասյանի հետ, ու նաեւ կան լուրեր, խոսակցություններ, ասեկոսներ, որ նա միջնորդել է, որ դուք հետագայում դուրս գաք բանտից, հետո բացեք ձեր լրատվականը, նախ ինչ հարաբերություն ա եղել եւ ես լրատվականը բացել եմ 2003 թվականին Ամերիկայում։ Նկատի ունեն բանտից հետո ժամանակ օրաթերթը ես հիմնել եմ Ամերիկայում, հետո 2006 թվականին այդ թերթը տեղափոխել եմ Հայաստան։ Թերթը սկսել է հրապարակվել այստեղ եւ դրա արդյունքում եմ ես այդ որոշման պատճառով եմ հայտնվել բանտում։ Ինձ կոնկրետ ասել են այս թերթը փակի, այս խմբագրությունը քեզ հետ ոչինչ չի պատահի։ Ես ճիշտ ասած չեմ հավատացել, որ թերթի խմբագրին կարող են ազատազրկել։ Այդ մեղադրանքով։ Ուրեմն ես 2006 թվականի հունիսի 6-ին կանչվել եմ դատախազությունից ինձ եկել հրավիրել են դատախազություն, կոնկրետ գործարք են առաջարկել, ես ասում եմ չի լինելու, թերթը պիտի շարունակի գործել։ Եվ ինձ տարել են բանտ։ Ես 3.5 տարվա ազատազրկման եմ վերջնահաշվում, վերաքննիչից հետո ազատազրկվել, բանտից ինձ ոչ ոք չէր կարող ազատել, ես մի քանի փորձ ա եղել վաղաժամկետ պայմանական ազատման, այդ փորձերը ուրեմն
ձախողվել են, ես ճիշտ ասած ամեն անգամ հույս ունեի, որ իշխանությունները կգտնվեն առավել ողջամիտ, որովհետև այդ ամբողջ ընթացքում պետքարտուղարությունը իր բոլոր զեկույցներում ինձ նկարագրել է եւ որպես քաղաքական բանտարկյալ եւ որպես լրագրող հետապնդվում է քաղաքական հայացքների համար, այդ թվում նաեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը քանի անգամ այցելել է ինձ, իմ ազատազրկումը քաղաքական է բնութագրել, բայց ասենք Քոչարյանի համար ինչ կապ ունի պետության հեղինակությունը։ Այդ հակադրությունը, հակակրանքը որտեղից է գալի, պարոն Բաբաջան, դուք գալիս եք ու այդ գործը նախ գալիս եմ որտեղ երբ հասկացվել է եղել է 2003 թվականին ես Ամերիկայում Յուրի Վարդանյանի հետ կազմակերպում ենք նախագահական ընտրություններ եւ աջակցում ենք Ստեփան Դեմիրճյանին։ Ստեփան Դեմիրճյանը հաղթում է այդ ընտրություններում Քոչարյանին 97%-ով։ Այդ բոլոր իրողությունները Քոչարյանը իմանում է, ովքեր են այնտեղ հիմնական դերակատարները, ուրեմն մի հատ ինչ-որ մեկը Արման Բաբաջանյան անունով։ Իդեպ 2003 թվականի այդ ընտրություններին ես գալիս եմ նաև Հայաստան, Ստեփան Դեմիրճյանին եմ ստեղ օգնում, ահագին աշխատանքներ միջազգայինների։ Այն համար հետաքրքիր է, թե ինչու եք դու Ամերիկայի շտաբի ղեկավար, այտենց տեղեկություն կար դրա մասին։ Հիմա որ ասում եք, արդեն պարզ է դառնում, որ դուք համակարգում եք, իսկ հավատում եք, որ այնտեղից ուժը կգա կամ ինչ կարար գար ստեղ, ինչպես կարար էդի օգնել, պարոն Բաբաջանյան։ Այստեղ մեզ Հայաստանում պակասում էր միջազգային աջակցություն։ Ես կարծում եմ, որ մենք ներսում այսպես մեծ սպասում ունեինք արևմուտքից, հատկապես նաև Վրաստանի դեպքերն էին նոր տեղի ունեցել։ Եվ մենք այսպես մեծ ակնկալիքներ ունեինք, որ Հայաստանն էլ կարող է այդ բախտը վիճակվել եւ Միացյալ Նահանգները, որոնք առանձնահատուկ նշանակություն եւ կարեւորություն էին տալիս մեր տարածաշրջանին եւ իրենց որպես հենման կետ դիտարկում էին Վրաստանը, մենք մտածում էինք, որ այդ հնարավորությունից կարող ենք մենք էլ օգտվել, ինչը այդպես չէր, որովհետեւ նաեւ Հայաստանը լրիվ ուրիշ պայմաններում էր եւ Հայաստանում լրիվ ուրիշ իրավիճակ էր եւ քաղաքական լրիվ ուրիշ դասավորություն էր, որ որևէ մեկը ինձ չի օգնել բանտից ազատվել, ես գլխուղեղի ուռուցքով եմ ազատվել։ Բանտից ազատվել եմ, գնացել եմ Ռուսաստան, Բուրդենկոյի կլինիկայում վիրահատության եմ ենթարկվել, դրանից հետո ապաքինվել եմ Միացյալ Նահանգներում, Freedom House-ն է վճարել այդ գումարները, եւ իդեպ Ժաննա Ալեքսանյանն է եղել իրավապաշտպանը, ով միջնորդել է այդ վճարների համար։ Եվ դրանից հետո էլի վերադարձել եմ Հայաստան, արդեն Սերժ Սարգսյանն էր եւ հիմնել եմ շարունակել եմ ժամանակը եւ հիմնել եմ առաջին EM-ը, որը բոլորովին նոր լրատվամիջոց էր, ավելի վիդեո, այսպես կոնտենտով, ուղիղ եթերների ընդհանրապես այդ ավանդույթն ենք մենք բերել Հայաստան։ Իսկ Միքայել Մինասյանի հետ հարաբերություն կա, եղել է կամ հարաբերություն չի եղել, բայց մեր ընդհանուր ընկերը Արմանը, ով Պրեստենդի ղեկավարն էր եւ վաճառում էր մեր թերթը, իր միջոցով ինձ փոխանցեց մի անգամ, որ Միշա ասում է, որ ինքը ամեն ինչ արել է, որ ինձ բանտից ազատեն, բայց դա անհնար է եղել, ինձ փոխանցի, որ եթե ես ինչ-որ բան ունեմ իր նկատմամբ, որտեղ իմ պարբերականներում, թերթերում Միշիկի վերաբերյալ միշտ բան կար, հոդվածներ էի գրում եւ այլն, ինքը մտածում էր ես անձնական ինչ-որ բան ունեմ իր նկատմամբ, փոխանցել իրեն, ինձ փոխանցել էր Արման միջոցով, որ ինքը ամեն ինչ արել է, որ ես ազատվեմ բանտից, բայց դա անհնար է եղել, որովհետև ես համ Քոչարյանի, համ Սերժ Սարգսյանի անձնական թշնամին էի։ Իսկ այն հոդվածը, որը նախորդեց անմիջապես իմ ազատազրկմանը, Քոչարյանի նկարով գլխավոր էջում, առաջին էջում մի վերլուծական էր, անունը Քոչարյանի նկարով Պախանի աղբի մեջ թաթախված Պախանի երկիրը։ Ու առավոտը ինձ տան։ Էսա եղել։ Պարոն Բաբաջանյան, մի քիչ ժամանակային տարբերությունով է լինում, բայց ինչու որոշեցիք, որ գնաք Ամերիկա, այնտեղ թերթ
հիմնադրեք, երևի այդ ինչ որ մի պայմաններն են օգնել, որ նաև այդ որոշմանը քաղաքական իրավիճակը։ Հա։ Քաղաքական իրավիճակը, ուրեմն 98 թվականին ընտրություններից հետո Կարեն Դեմիրճյանը որոշում է չվիճարկել ընտրությունների արդյունքները։ Ես ինտենսիվ ընտրություններից հետո շփվում եմ, գնում եմ Հայ Էլեկտրո, որի տնօրենն է Կարեն Դեմիրճյանը, մենք շփվում ենք։ Ուրեմն առաջարկվում է իշխանության ներսում որոշակի դերակատարություն ունենալ, օրինակ աշխատել նախագահի աշխատակազմում Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Դուք։ Ես։ Որպես մեկը, ով կրթություն հաստատել, ես Պետերբուրգում եմ սովորել քաղաքական դպրոցում։ Վիգեն Սարգսյան, Արմեն Գևորգյան, Թամարան, Կարենը, մենք բոլորս մի խումբ ենք, այտենց քաղաքական ջահելներ, հա։ Իրանք արդեն աշխատում էին։ Իրենք արդեն մտել էին, այո, Բաբկեն Արարքցյանի խորհրդականներ Վիգեն Սարգսյանը, Արմեն Գևորգյանը ինչ որ միտեղ էր։ Սենց եւ ես հանդիպում եմ այդ ժամանակ Քոչարյանի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականին Վահան Հովհաննիսյանին, Դաշնակցությունը արդեն իշխանության մաս էր։ Եվ Վահան Հովհաննիսյանն ինձ գործարք առաջարկում, ասում է, որ երբ որ քեզ հարցնեն, բայց ո՞նց ես Կարեն Դեմիրճյանի մոտից, ես իդեպ առաջի անգամ եմ պատմում, բայց ո՞նց ես Կարեն Դեմիրճյանից իր աջակիցն ես եղել, եկել ես Քոչարյանի մոտ, ու կասես, որ դու այնտեղ ոչ թե գաղափարական բանով ես եղել, այլ քեզ ուղղակի վարձել են, ասում, բայց տենց չի եղել։ Ես գաղափարապես եղել եմ Քոչարյանի հակադիր ճամբարում։ Իդեպ ես ելույթ եմ ունեցել օպերայում ի պաշտպանություն Կարեն Դեմիրճյանի եւ ասել եմ, որ մենք երկու հերոսներ ունենք մեր առաջ։ Մեկը պատերազմի հերոս է, մյուսը խաղաղության։ Եվ մենք երիտասարդներս ընտրում ենք խաղաղության հերոսին, նկատի ունենալով Կարեն Դեմիրճյանին։ Եվ ասում եմ, չէ, տենց չի լինի։ Պետք է ասես, որ դու այնտեղ փողով քեզ վարձել են, ասում եմ, այդպես բան չի եղել։ Ես գնում եմ Արմեն Խաչատրյանի հետ եմ հանդիպում, որը հետո դառնում ազգային ժողովի նախագահ է։ Հոկտեմբեր 27-ին դե հիշում եք։ Ինքը շտաբի պետն էր Կարեն Դեմիրճյանի գլխավոր շտաբի, գնում ենք Սերոփիչի մոտ, Սերոփիչին ասում եմ, sense գործարք են առաջարկում, ասում եմ, արդեն դու պիտի որոշես։ Իսկ Սերոփիչը կողմ էր, որ ես գնամ աշխատանքի անցնեմ, որովհետև ասում էր, մենք վաղը գալիս ենք իշխանության, մեզ ներսում մարդիկ են պետք։ Ու ես ասում եմ, Կարեն Սերոփիչ, ես իմ որոշումը կայացրել եմ, ես չեմ գնում, այդ աշխատանքը չեմ վերցնում, որովհետև ես չեմ կարող իմ ձեզ հետ անցկացրած շրջանը որպես վարձու աշխատող ներկայացնել։ Հիասթափվում եք արդեն այդ մարդը։ Ինձ պայման ա դրվում, մաման նախագահականում էր աշխատում եւ նախագահ ինձ ասում է, որ խնդիր ունես։ Զգուշացնում են, որ ավելի լավ է թող գնա Հայաստանից։ Եվ ես որոշում եմ առժամանակ գնալ Կարեն Դեմիրճյանի հետ պայմանավորվում ենք, որ խորհրդարանական ընտրություններին պիտի ես վերադառնամ եւ պիտի միասին մասնակցենք, ասում է ես քեզ իմաց կտամ։ Ես չեմ կարող միևնույն առաջադրվել, որ 21 տարեկան եմ։ Իսկ 21 տարեկանում եմ գնացել։ Ու իրար հետ կապ ունենք։ Ինքը ինձ ասում է, ես քեզ պահին կասեմ, որ գաս։ Անդադ բանի մեջ ենք, ուրախանում եմ, որ արդեն 99 թվականի խորհրդարանական ընտրություններին Կարեն Դեմիրճյանը գալիս է իշխանության եւ սպասում եմ, որ ինձ պետքա կանչեն։ Ու տեղի ունենում են ինչ որ տեղի։ Բարձր։ Պարոն Բաբաջանյան, դուք այս վերջի տարիներին գրառում եք արել, որտեղ նշել եք, որ 2003 թվականին եղել եք Ստեփան Դեմիրճյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կապավորը, հաղորդակցություն եք ապահովում։ Դա հերքվել է Ստեփան Դեմիրճյանի, նաեւ Ալբերտ Բազյանի կողմից։ Եղել է նման բան, թե ընդհանրապես ոնց է։ Ասենք ես հրապարակային եմ դա արել եւ իհարկե առաջի անգամ չգիտեմ ես 2002 թվականին շատ ինտենսիվ շփվում էի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իմ համար մեծագույն երջանկություն էր իր հետ շփումը, որտեղ ես նաև գրքեր էի բերում իր գրադարանի համար, այդ իր համար շատ թանկ բաներ, իրողություն էր, մենք նստում էինք, երկար խոսում էինք եւ այդ տարիներից ասում էի ինչ եք մտածում վերադարձի մասին, դե իմ պատկերացմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը միայն կկարողանար կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը։
Ինքը 2002-ին համառորեն ասում էր, որ դա տարբերակ չի եւ մտածում էր, որ Արամ Սարգսյանը կարող է լինել։ Մենք տեսանք, որ ժողովրդի հիմնական այսպես բանը թեքվում է դեպի Ստեփան Դեմիրճյան եւ ես 2002 թվականին արդեն Հայաստանի ժողովրդական կուսակցության հերթական համագումարին եմ մասնակցել, որը կառավարության հետևում Մելիք Ադամյանի հետ դահլիճում ենք արել այդ բանը եւ առաջին անգամ ընտրություններից հետո Ստեփան Դեմիրճյանի հետ հաղորդակցության հնարավորություն է եղել։ Եվ իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանը ակնհայտ հետևում էր այդ ամբողջ քաղաքական գործընթացներին, շատ ծանր իրավիճակ էր եւ վերջին բանավեճի բաններ նշանակված Քոչարյանի հետ Ավետիսը ինձ կանչեց, ասեց շեֆը ուզում է տեսնի քեզ։ Գնացի, ասեց շատ վտանգավոր վիճակ է, ծայրահեղ վտանգավոր վիճակ է, թվերով խեղդելու է Քոչարյանը Ստյոպայի։ Արի մի բան մտածենք։ Ասեցի ինձ տվեք մոտավոր թեզիսներ, որոնք Ստեփան Դեմիրճյանը պիտի օգտագործի, որպեսզի ջախջախի Քոչարյանին։ Ասես թեզիսի կարիք չկա, այս այն փաստաթուղթը, որտեղ ամրագրված է, որ Հայաստանը համաձայնել է Մեղրին հանձնի Ղարաբաղի դիմաց։ Հույժ գաղտնի գրիֆով, վերևը ուրեմն Եվրախորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի արձանագրությունն է։ Քարտեզով գծած է ինչը ինչին հետա փոխանակվում։ Հա դու մեծ տեսել եք։ Ես դա տարել տվել եմ Դեմիրճյանին։ Եվ այդտեղ Բազեյանը գժվեց, բայց քորը ուզում արուն թափի եւ թույլ չտվեց, ձեռքից վերցրեց։ Հա Բազեյանն է վերցնում։ Թույլ չտվեց, ինքը շտաբի ղեկավարներ եւ թույլ չտվեց, որ Ստեփան Դեմիրճյանը օգտվի դրանից։ Նրան վստահում են այդքան պարոն Բաբաջանյան։ Վստահում են, իր շտաբի ղեկավար էր։ Գլխավոր շտաբի ղեկավարը, որտեղ Արամ Սարգսյանը աջակցել էր Ստեփան Դեմիրճյանին, եթե գիտեք, 2003 թվականին ինքը իր տեխնացությունը նույնիսկ հանեց հոգուտ Ստեփան Դեմիրճյանի։ Եվ այդ կապի մասին Արամ Սարգսյանն էլ գիտեր, որ ես եմ այդ կապը ապահովում, ինտենսիվ, ամենօրյա այսպես ռեժիմով դիտարկումները, որոնք որ ինֆորմացիայի տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանը ահռելի ինֆորմացիա էր տիրապետում եւ ուզում էր օգնել ուղղակի, որպեսզի Ստեփան Դեմիրճյանը հաջողի։ Դե հասկանում էինք, որ Սայլաստիճան վտանգավոր վիճակ է եւ Քոչարյանի վերընտրությունը 2003-ին ուղղակի Հայաստանի համար աղետ է լինելու եւ այդպես էլ եղավ։ Սա է։ Պարոն Բաբաջանյան, այս անցյալի этаպը փակենք եւս մեկ հարցով։ Դուք քչերից եք եղել, որ հանդիպել եք Նայիրի Հունանյանի հետ։ Ինչպես է ստացվել նախ այդ հանդիպումը։ Դուք եք նախաձեռնել թե ու Նայիրի Հունանյանը ինչ նոր բաներ իմացաք։ Ուրեմն դիմումը արտահայտության նախարարին վաղաժամկետ պայմանական ազատման խնդրանքով։ Իր ժամկետը ուրեմն լրանում է, ինքը որոշում է, որ կարող է դիմել։ Դեցմա ազատազրկվածները եւս իրավունք ունեն վաղաժամկետ պայմանի, որ իրանց ժամկետը լրանում է, իրենք իրավունք ունեն վաղաժամկետ պայմանական ազատման դիմել, կարդում եմ, ես էլ պատգամավոր եմ։ Ասում չամատկով անցել էս տաղով։ Էս ով է սրան sense երաշխիքներ տվել։ Զանգում եմ Բադասյանին, ասում եմ կամ գրում եմ, ասում եմ ուզում եմ Նայիրին հանդիպեմ որպես պատգամավոր։ Ասում եմ մի հատ սպասեք ճշտենք։ Պարոն Բաբաջանյան։ Ու դից ասում եմ հա կարող եք տեսնել։ Մի հատ ճշտում են Նայիրին ուզում է ինձ հանդիպի, թե չէ, որտեղ Նայիրին 20 տարի ոչ ոք չի տեսել։ Դրսից մարդ չի գնացել իրան տեսնի։ Գնացել են գլազոկից նայել են, տեսել են ողջ է, դուրս են եկել, ասել են Նայիրին ողջ է, հիշում եք անդադ դա ծառասպելներ էին։ Շրջանառվում, որ Նայիրին սպանել են, չգիտեմ Նայիրին։ Եվ հանդիպում ենք շուրջ 6 ժամ, նաև մեկուսարանի պետը ասաց ես ձեզ մենակ չեմ կարող թողնել, որտեվ երբեմն Նայիրի հոգեվիճակը տենց մթագնում է, ինքը լրիվ ուրիշ բան է, տենց վիճակում է հայտնվում, իրան պետք է բան անել։ Այդ մի սենյակ էր, որը նաև բան ուներ, կոճակ ուներ, բան ուներ, որ անմիջապես տենց անվտանգության աշխատակիցները արձագանք են։ Իհարկե որևէ բան չեղավ, մենք շատ նորմալ զրուցեցինք եւ ինձ համար ամբողջ այդ պատկերը ավելի տեսանելի դարձավ։ Նոր բան չի ասել պարոն Բաբաջյան։ Գիտեք, դե բանը նոր բանը կամ ինչ-որ մի բան, որից նոր հետևություն շատ եմ խոսել դրա մասին, նոր բան չեմ ուզենա ասել, ես լավավոր գործ կա քննվող նորից եւ ես այդ գործի շրջանակներում արդեն որպես վկա, որ Նայիրի Հունանյանի հետ հանդիպել եմ, ուրեմն
ցուցմունք եմ տվել։ Ես նաև այդ ցուցմունքում խոսել եմ այն մասին, որ Ելենա Բոները Սախարովի կինը։ Չգիտեմ իրեն գիտեք թե չէ։ Չէ, ես չգիտեի առաջնական։ Ալի Խանյանի դուստերն էին։ Բոստոնում էր այդ ժամանակ։ Եվ ինքը Բերեզովսկու հոգացության տակ էր, Բերեզովսկին էր վճարում։ Բերեզովսկին արդեն փախուստի մեջ էր, հետապնդումների էր ենթարկվում Պուտինի կողմից եւ Լոնդոնում էր գտնվում։ Բերեզովսկու մոտ էր գտնվում նաեւ Լիտվինենկո։ Ում եւս սպանեց Պուտինը Լոնդոնում։ Ով հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցին պատմելով հոկտեմբերի 27-ի մասին, ինքը Ալֆայի հրամանատար էր, որ իրենք մինչև հոկտեմբեր 27-ի գործողությունը Երևանում արդեն սպասել են գործողության։ Դա ինքն է եւս հաստատեց, թե ինչ։ Ես գնացի հանդիպեցի Լիտվինենկոյի հետ։ Բոների միջնորդությամբ Բերեզովսկին թույլ տվեց, որ ես տեսնեմ Լիտվինենկոյին։ Ես էլ եմ առաջի անգամ պատմում։ Սա մենակ քնչականին եմ տվել։ Այս տեղեկությունը փոխանցել։ Դա եղել է մինչև Հունանյանի հետ հանդիպումը, թե դա 2004, 2005 Ամերիկայից եմ գնացել այնտեղ։ Ադրբեջանական լրատվամիջոցին 2003-ին կամ 4-ին տված հարցազրույցի հետքերով Լիտվինենկոն տվել է հարցազրույց։ Եվ գնացել եմ ասում եմ, ես ինչ ես ասում։ Ոնց դուք եղել եք հոկտեմբերի 27-ին այդ դեպքից առաջ մի քանի ժամ առաջ արդեն Երևանում։ Ասում դու ո՞վ ես։ Ասում սենց ես լրատվամիջոցի խմբագիր եմ, ասում բա ուր են հարազատները։ Ուրեմն հարազատները թող ինձ այս հարցով կան, խոսեն։ Էլ չասեմ հարազատների հետ ինչ խոսակցություն։ Դրա մասին հավելյալ ինֆորմացիա հասկացաք այդ հանդիպումից, թե իհարկե։ Եվ Նաիրին եւ այս բոլորը գալիս են ամբողջացնելու որ ներքին խնդրից շատ անտին արտաքին լրջագույն շերտեր շոշափող իրադարձություններ, որի նպատակը հայկական պետականության կազմաքանդումներ, չեղարկումներ, իդեպ մենք հիմա էլ կանգնած ենք այդպիսի մի ընտրության առաջ։ Շնորհակալություն, պարոն Բաբաջանյան, մենք հաղորդման երկրորդ մասում խոսում ենք նախասիրություններից, պարոն Բաբաջան։ Դուք հանրային կերպար եք, բայց ինչ որ բաներ հայտնի է ձեր նախասիրություններից, բայց մեծամասամբ հայտնի չի։ Ես այդպես հատուկ բաներ չեմ տեսել։ Նախ ոնց եք սկսում օրը եւ ոնց եք ավարտում։ Դուք հաստատել եք, բայց նաև ես էլ գիտեմ, էլի որ դուք շատ վաղ եք սկսում օրը, շատ կարգապահ եք, դասավորվածություններ եւ պլաններ պետք է հստակ լինի։ Ոնց եք սկսում օրը, պարոն Բաբաջան։ Ես շատ շուտ եմ արթնանում, 4:30, այդ իմ օրն է, նամակներին հազիվ հասցնում եմ պատասխանել, ես իմ հիմնական գործը անում եմ առավոտյան մինչև ժամը 9։ Այսինքն բոլոր գործերը արել եք, նոր հետո դուրս եմ գալիս, որովհետև հանդիպումներ, որոնք հնարավոր չի այդ արանքում աշխատել։ Աշխատում եմ առավոտյան, հիմնական աշխատանքները անում եմ, նամակները գրում եմ, հանձնարարությունները տալիս եմ այդ կարգապահության մասով, հստակ ամեն մեկը ստանում հաղորդագրություն, իրենք քնած են։ Նրանք արտանում են, ամեն մեկը գիտի ինչ պիտի անի։ Եվ այդպես կուսակցական կարգապահությունը, աշխատանքի հիմնական բաժանումներն են ինձ համար դիսցիպլինան, հաջողության կարևոր ուրեմն երաշխիքն է եւ այդ իմաստով ես կարծում եմ որ նաեւ կարգապահությունը ու հետեւողականությունը, համառությունը կարող է փոխարինել տաղանդին։ Դու տաղանդ չունես, բայց ունես կարգապահ ես, հաստատ այդ խնդիրը կարող ես լուծված համարել։ Հա, ինձ համար սրբություն սրբոց է։ Վաղ էլ քնում եք, պարոն Բաբաջան, թե ուշ քնում եք, վաղ։ Ժամը ուշ եմ պարկում, ինձ 4-5 ժամը լրի բան է, այդ իմաստով ես այդպես սովորել եմ եւ դրան օգնել է ինձ բանտային կյանքը։ Բանտում չես էլ քնում։ Այսինքն դու պարտավոր ես միշտ արթուն լինել, բանտում քնել չկա։ Դու պարկում ես,
ինչ ասես կարա տեղի զգոն լինելու համար պետք է միշտ թափ լինես զգոն լինես եւ դա ինձ սովորեցրել է այդտեղ այնց լավ հեղինակություն իմ շատ մենք ընկերացանք երրորդ մասի Լովիկը ով ես մի քանի կյանք եմ պարտք մոտ եղել անգամ եմ ասում ընկերներ ենք եղել շատ մոտ իր ընտանիքին եմ մոտ եւ երեխեքին եւ նույն խնդիրն է պարոն Բաբաջան ինքն ամբողջ իմ ստեղծագործական կյանքը ես շարունակել եմ իր շնորհիվ ինքը չի թողել որ ես որևէ խնդրի առնչվեմ ինքը ինձ ուղղակի շրջափակել է որպեսզի ես ազատ ստեղծագործելու գրելու այդ բան ունենամ հնարավորություն ունենամ եւ դրա մասին այն դժվարությունների մասին որ ինքը դիմագրավել է ինձ պաշտպանելու համար իմացել եմ միայն կալանքից հետո այսինքն ինքը նույնիսկ չի թողել որ ես կալանքի ընթացքում որևէ կերպ իմանամ թե ինչեր են ուզում անել ինձ հետ գողերի միջոցով Քոչարյանի խնամի մի բան կար որը բանտի պետ էր դարձել որոշել էին գլուխը սուտեին եւ լովը չի թողել Եվ դրա համար հրապարակային նաև այստեղ էլ առաջին անգամ ասում եմ ես իրեն մի քանի կյանք եմ պարտք Լավ պարոն Բաբաջան դուք նշել եք որ հոգևոր կրթության գնալուց առաջ երգչախմբում եք երգել դուք երգում եք մինչև այսօր պարոն Բաբաջանյան Դե իմ սերն է երգել Շատ բարձր մակարդակի ուսուցիչներ եք ունեցել դուք եք ասել դրա մասին Գոհար Գասպարյան Ես ճիշտ ասած ոչ թե ուսուցիչներ եմ ես այդպեսի մի հնարավորություն բացվեց ուրեմն հետո թե ընթացքում 95 թվականին ընդունվում եմ կոնսերվատորիա երրորդ կուրս մի անգամից որտեղ ձայնը շատ լավն է եւ սովորում եմ Ռազմիկ Պապիկյանն է ինձ դիշ տենոր էր հիմա միացյալ նահանգներում Ռազմիկ Պապիկյանի դասարանում սովորելու համար ուրեմն իր ուսանողն եմ քննություն եմ տալիս բայց քննությունը վերցնում են Գոհար Գասպարյանը եւ Զարուհի Դոլուխանյանը երկու բացառիկ ուրեմն երգչուհիներ ու Ռազմիկ Պապիկյանի մոռանում են սրանք երկուսով սկսում են կռիվ անել թե ես ում դասարանում պիտի հայտնվեմ իհարկե ես կոնսերվատորիա չեմ սովորում որտեղ գործող կաթողիկոս այն ժամանակ ասում պիտի ընտրես եկեղեցու բեմը թե օպերայի եւ ես այդ ժամանակ ընդունում եմ օպերայի բեմը թե ես արդեն ընդունվել էի երրորդ կուրս եւ Գոհար Գասպարյանի դասարանն էի նախընտրել բայց գնացի ճեմարան որովհետև վեապարը ասեց չես կարող այն ժամանակ Սրբազանը ասեց չես կարող այնտեղ կամ այնտեղ պիտի ընտրես այո Ձեր լսած երաժշտությունը բարձրակարգ կլինի պարոն Բաբաջանյան ինչ եք լսում Ես լավ պոպ երաժշտություն եմ լսում Sting Beatles Queen եք ասեմ ոնց որ Queen այո George Michael Եվ իհարկե jazz rock եւ իհարկե հոգեվոր դասական երաժշտություն հոգեվոր երաժշտություն ես Դա էլ հետաքրքիր հոգեվոր երաժշտություն միջև լսում եք պարոն Բաբաջանյան Ոչ միայն լսում եմ նաեւ կատարում եմ Եվ անհնարավոր օրինակ լոգանք ընդունելիս ես պարտադիր մի հատ սեսիա ունեմ տենց երաժշտական այդտեղ երգում եմ Իսկ ընկերների հատված կա որոնք իրանց մոտ դուք օրինակ անկեղծ եք երգում եք ազատ եք թե մենակ այդ этаպն է տենց լինում է որ գինով ցածա մի քիչ թուլանալ կարող է սկսեմ երգել Պարոն Բաբաջանյան դուք եթե չեմ սխալվում ասել եք որ աշխատություն ունեիք գրած այդտեղ նայեցի որ Մատյան ողբերգության շուտ քննական բանում եք էլի գրած Անստվեր Լուիսի ջերմությունը Նարեկը որպես խավարան այդպես է կոչվում Վենետիկում եմ այդ աշխատությունը գրել Գիտեք ինչն է հետաքրքիր մինչև հիմա օրինակ որ դուք վերցնում եք որ գրականություն կարդաք ինչ եք կարդում հոգևոր գրականություն գեղարվեստական մասնագիտական ոնց է այդ ընտրությունը Այս պահին իմ դիտանկյունը որևէ գրականություն վերցնելիս քաղաքական պատմաքաղաքական է ինձ համար չկա մի որևէ գործ որը չշոշափի քաղաքական իրողություններ ես ընդհանրապես որևէ բան կարդալիս ուզում եմ հասկանալ գրողին ինչն է մղել օրինակ սա գրել ինչ հասարակական քաղաքական իրողություններ են ազդել այս մարդու վրա նույնը նաև կերպարվեստում օրինակ ես որ գործը նայում եմ օրինակ այդ ժամանակի քաղաքական
հոսանքներն եմ ուզում նաև զգամ, որովհետև եթե գրողը, եթե ստեղծագործողը այդ ժամանակի շունչը կամ այսինքն դու չես կարող կտրվել դրանից։ Դու կարող ես անկախ եւ պետք է անկախ լինես, բայց այդ իրողությունները պիտի քեզ մոտիվացնեն եւ քեզ քո ստեղծագործությանը ուրեմն շունչ հաղորդեն։ Այդ իմաստով ցանկացած գործ, որ ես վերցնում եմ ընթերցելու, այս պահին նաեւ այդ տեսանկյունն եմ որպես հիմնական։ Մի երկուսը կասեք, պարոն Բաբաջանյան։ Դե օրինակ այս պահին վերընթերցում եմ Թոմա Ակվինացու դավանաբանական հատորյակները 117 հատոր։ Դա անպատկերացնելի մի գործ է, որը կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունն է իր պատմական այդ ամբողջ հարուստ ուրեմն շերտերով, որը շոշափում է արևելյան եկեղեցիներ, արևմտյան եկեղեցի, կաթոլիկ եկեղեցու, հույն եկեղեցի, բյուզանդական եւ այդ հարաբերությունները ու առասարակ այո, եւ դավանաբանական հիմքերն է ցույց տալիս, այդտեղ ես նմանություններ եմ նաև մեր եկեղեցու պատմության որոշ իրողություններ, հատկապես Տաթևացու հետ կապված, որը շատ բաներ վերցրել է Թոմա Ակվինացուց եւ Տաթևացին միակսորդն է, որին կաթոլիկները չեն ընդունում։ Բոլոր մեր սրբերին ընդունում բացի, որտեղ համարում են, որ կաթոլիկ գողացել է։ Այսպիսի բան կա։ Ամարանձը նրան հատորները կա Տաթևացու, որը հարտագրած է Թոմա Ակվինացուց, այսպիսի բաներ կան։ Բայց իհարկե ես ունեմ նաև աշխատանք, որը հետո Գարեգին Վեհափարի հետ եմ քննարկել, առաջին Վեհափարի համեմատական տեսություն հայ եւ կաթոլիկ եկեղեցիների դավանաբանության։ Ես դավանաբանական ամբողջ տեսություններն եմ համեմատել։ Դες բոլոր դեպքերում հոգևոր խնդիրը շատ հոգևոր չի։ Հոգևոր, որը շատ քաղաքական է։ Այսինքն մեր դավանաբանությունն էլ է քաղաքական եղել։ Ի վերջո մենք այսպես կոչված քաղաքեդոնականության դեմ ենք դուրս եկել հավատարիմ մնալով առաջին 3 տիեզերական ժողովներին։ Եվ դա քաղաքական դիրքավորում է եղել։ Եթե մենք քաղաքեդոնական լինեինք, չգիտեմ մեր ժողովրդի հետ ինչ տեղի կունենար։ Երևի թե նույնը ինչ որ կլիներ, եթե մենք մահմեդականություն ընդունեինք, բայց մենք մեր ինքնությունը, մեր այսպես յուրահատկությունը կարողացել ենք պահել, օրինակ քաղաքեդոնական չդառնալով։ Մենք 451 թվականի քաղաքեդոնի ժողովը այլևս չընդունեցինք։ Եվ ցանկացած իրողություն, որ մեզ թվում է այդպես եկեղեցական է եւ խիստ եկեղեցական է, ինքը քաղաքական կարևոր շերտ ունի։ Պարոն Բաբաջանյան, ժամանցի վերաբերող մեծ ուրիշ հարցում։ Այս հատվածը գիտենք, իսկ կա բան, որ մենք չգիտենք, իսկ դուք մենակ չգիտեմ սպորտով մարզվում եք կամ լրիվ ուրիշ նախասիրություն։ Հալիքը։ Ես ուղղակի ճիշտ ասած հիմա ավելի շատ փորձում եմ տենց ինչ որ առիթներ գտնել եւ իմ այդ անձնական մասը նաեւ բացահայտել, ճիշտ ասած փակ մարդ եմ։ Ես օրինակ շատ սիրում եմ ուտեսներ պատրաստել։ Ինչ եք պատրաստում, պարոն Բաբաջյան։ Տենց ես բանը, տենց իմպրովիզներ եմ անում։ Չեմ կարող ասել հայկական կամ իտալական, ամերիկյան, բայց սիրում եմ, ասենք կարող եմ մթերքները նայել եւ ինչ որ հետաքրքիր բան։ Այդտեղ էլ կրեատիվություն, ստեղծագործականություն ու ես կարծում եմ, որ դա մի հետաքրքիր բան է։ Իսկ ուտեստ կա, որ դուք եք շատ համօրգինալ եք, գիտեմ, որ մենակ դուք եք պատրաստում, ամեն շատ համեղ եք պատրաստում։ Կա այդպեսի։ Եվ այս ժամանցի մասով հարցերը փակենք ճամփորդությամբ։ Դուք շատ եք ճամփորդում, պարոն Բաբաջանյան։ Նախորդ հաղորդմանը Վարոն Թաթուլին Հակոբյան հարցրեցի։ Անկյուն կասեք, որը որ շատ հատուկ է ձեր, դուք տեղ շատ էներգիա եք ստանում։ Ձեր համար կա տենց անկյուն։ Հա, իհարկե։ Աշխարհում թե Հայաստանում։ Չէ, աշխարհում։ Համալսարանները, կրթական հաստատությունները, որտեղ ես ուղղակի ինձ ահավոր հարազատ եմ զգում, այդ Միացյալ Նահանգներում USC համալսարան, Georgetown, Վենետիկ, այդ անպատկերացնելի այդտեղ մենակ կրթություն չի, սեր,
հավես պատմություններ, երկեցողության հետ կապված նաև, որտեղ օրինակ Սուրբ Ղազարում ուրեմն մի հարսանիք է լինում, մի հայ տղա ամուսնանում է ճապոնացու հետ եւ այդ հարսանիքը պսակը լինում է Սուրբ Ղազարում։ Ու ես որպես լավ երգող պիտի պսակի գլխավոր մեներքը երգեմ։ Եվ ես այդտեղ կարկամում եմ, որտեվ քավորի կինը մի բացառիկ գեղեցկուհի, ես սենց գանվում եմ վրան ու չեմ կարողանում երգել։ Թողում գնում եմ։ Երգի բան, եւ տենց զորով բերում են երգում են բան, այս կինը զգում ա մի բան, հետո բանից հետո գալիս է ուզում է փող տա։ Այնտեղ ընդհանված է։ Ես ասում, չէ, ես չեմ կարող բան եւ այլն, եւ մենք կապ ենք պահում իրար հետ։ Եվ այդ սիրո պատմությունը ձգվում է ինքը Միլանում ապրում, ես Վենետիկում սովորելու ժամանակ։ Դե հիմա պատկերացրեք, Վենետիկը ինչ հուշեր, ռոմանտիկ հուշեր։ Պարոն Բաբաջանյան, մենք անցնենք հաղորդման 3-րդ հատվածին, մենք այս հատվածում խոսում ենք ներքաղաքական զարգացումներից։ Հիմնականում կենտրոնանք ներքաղաքական զարգացումների վրա, որտեղ ժամանակը սող է։ Վերջերս մի քանի օր առաջ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարող ենք ասել, որ աննախադեպ էր եւ եզակի էր պետության Հայաստանի համար, գոնե անկախության շրջանի համար, ինչ կտա մեզ այս process-ը, այս գործընթացը, այն ինչ որ եղավ մի քանի օր առաջ, եւ գագաթնաժողովը, եւ Հայաստան Եվրամիություն ռազմավարության ընդունումը եւ Մակրոնի այցը, ինչ կտաս ամես։ Նախ ասենք դրանից, որ բոլոր քաղաքականություններն են ներքին։ All politics is local։ Ընդհանրապես արտաքին քաղաքականությունն էլ որոշում է ներքին քաղաքականությունը։ Եվ առաջիկա գործընթացներն են պայմանավորելու Հայաստանի գոնե հնգամյա այսպես հորիզոնը։ Ինչ վերաբերում է գագաթնաժողովին, դա ուղիղ պատասխան էր մեր նաև կուսակցության կողմից Եվրաքվեի շնորհիվ ընդունված այն օրենքի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Այդ օրենքի նախագիծը մենք քննարկել ենք ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի հետ, ես Արտակ Զեյնալյանը, Լուսինե Հակոբյանը, մենք միասին ձևավորել ենք այդ օրակարգը։ Եվ այն ժամանակ արդեն գիտեինք, որ այդպիսի հեռանկար կա։ Չէի հավատում, որ կարող է Հայաստանում այսպիսի գրանդիոզ միջոցառում լինի։ Բայց սա իհարկե Հայաստանի Եվրոպական միության անդամակցելու հանձնառության ուղղակի բան էր, միջոցառում էր։ Առարկայական Պարոն Բաբաջյան։ Կարծում եմ, որ ես շատ կուզեի իհարկե, որպեսզի Հայաստանը ուղղակի այդպիսի հայտարարություն աներ, բայց ես գիտեմ, որ Հայաստանը ընտրություններից հետո գնալու է գործունք հայլերի, այդպիսի տեղեկություններ ունեմ, գոնե այդպիսի հավաստիացումներ են եղել եվրոպացի դեսպանների համար, բայց ինձ համար ավելի կարևոր էր Ռուսաստանի արձագանքը եւ այն իրականությունը, որ դա ըստ էության պատասխան էր այն հարցադրմանը «Ակուդա вы денетесь»։ Այն ինչ որ տեղի ունեցավ Հայաստանում, դրա պատասխաններ եւ իհարկե կարծում եմ սրանից բխող նաեւ հայ-ռուսական հարաբերությունները վերաֆորմատավորելու այլևս հրամայական։ Եթե նույնիսկ չվերաֆորմատավորենք այդ հարաբերությունները դե յուրե, ես կարծում եմ ինքնին փաստը, որ այդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Հայաստանում եւ հատկապես Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի փաստը եւ այն հանձնառությունները, որ Եվրամիությունը ստանձնեց Հայաստանի առջեւ։ Այդ է ուզում հարցնել, էլի, պարոն Բաբաջյան, երբ որ մեզ ասում են ընդհանրապես ընդդիմության կողմից հնչում է այս միտքը, ո՞նց է գնում ԵՄ, երբ որ ամբողջապես կախված ես կամ էական առումով կախված ես Ռուսաստանից, ինստիտուտներ, բիզնեսներ, կոչում եք ընդդիմություն, կարող եք կոչել ամեն ինչ բացի ընդդիմությունից։ Նկատի ունեմ կարող պետության հակառակորդը լինել ընդդիմություն։ Մենք հիմա գտնվում ենք պատերազմի մեջ։ Հիբրիդային պատերազմի։ Այդտեղ բանալի բառը ի՞նչն է։ Պատերազմը։ Պատերազմը ովքեր են վարում։ Թշնամիները։ Ձեր նշած ուժերը թշնամու խրամատից են կրակում Հայաստանի վրա, հետևաբար իրենք ընդդիմություն չէ, այդտեղից սկսենք։ Ինչ որ վերաբերում է կախվածություններին, այո, մենք կարծում ենք, որ այդ կախվածություններին Չէ, ուզում եմ ասել, այս հանդիպումը եւս մի քանի հիմնավորում բերես, թե ոնց կարող ենք այդ կախվածությունները հաղթահարել։
կամ հույս, կամ չգիտեմ, գործ։ Հույս չէ, եթե մենք կամք դրսևորենք, քիչ հետևողական լինենք, այդ հնարավորությունները եկել են մեր դուռը։ Մենք չգնացինք, իրենք եկա։ Այդ ներքին թշնամիների հետ մասով մի հատ հատված մեջ բերեմ Մակրոնի ելույթից է Երևանյան երկխոսության ժամանակ, բոլորը կարծես սովորել են, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետև հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից, իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելով, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը դուք սկսել եք 2018 թվականից։ Նայեք, պարոն Բաբաջան, ընդդիմությունն ասում է դուք բերում եք ԵՄ-ին, ոնց որ էլի աշխարհաքաղաքական, դուք մեղադրում եք, որ մենք Ռուսաստանի մարդիկ ենք, դուք էլ բերում եք ԵՄ-ին, դուք էլ ԵՄ-ի մարդիկ եք, նո այսպեսի ելույթն էլ վկայակոչում եք կամ ընտրություններին միջամտելու տեսանկյունից են իրենք խոսում։ Նաև այդ, այո, շատ առանցքային, շատ լավ հարց եք տալիս։ Ինչ անում Ռուսաստանը։ Ռուսաստանը միջամտում է ընտրություններին իր նախընտրած քաղաքական ուժերին աջակցելով։ Ինչ անում Եվրամիությունը։ Ինքը պետության կարողություններն է ընդլայնում։ Հետևաբար Եվրամիության համագործակցությունը պետության հետ է։ Եվ դա միջամտություն չի, որտեղ նրանք որպես գործընկեր դիտարկում են պետության կարողությունները ընդլայնելու անհրաժեշտությունը։ Եվ այն ինչ անում է Եվրամիությունը, անում է պետության հետ։ Պետությունը ասում է, ես այս տեսակ կարողությունների պակաս ունեմ, որպեսզի առկա մարտահրավերներին կարողանամ դիմակայել։ Եվրամիությունը ոչ թե իշխանության կամ իշխող ուժի կարողություններն ու փողով մեծացնում, այլ պետության կարողությունները ավելի ժողովրդավար լինեն։ Երեք հատ օրինակ ասենք էլի, պարոն Բաբաջանյան, որ կարողությունները, որ ավելի առարկայական լինի հանրությանը։ Առհասարակ կարծում եմ, իհարկե, հիբրիդային սպառնալիքները արագ դիագնոզելու, օրինակ սա այս հարցակումը ինչպես պիտի կախարքելվի։ Ռազմավարական հաղորդակցություն։ Մեդիա նկատի ունեք։ Ոչ, ես նկատի ունեմ այն, որ օրինակ դա իսկապես աննախադեպ է։ Ամեն 5 շաբթի վարչապետը կառավարության նիստից հետո իջնում ու այդ մեծ մասամբ, այսպես կոչված լրագրողների զառանցանքներին պատասխանում։ Դա շատ լուրջ։ Աշխարհում այդպիսի բան չկա։ Ամեն շաբաթ թույլ տալ, որպեսզի ամենաանպատկերացնելի հարցը նույնիսկ հնչեցնեն, եւ դա շատ կարևոր է։ Դա ես հույս ունեմ, որ նաեւ այս ընդհանուր քաղաքականության մասը հիբրիդային սպառնալիքները էապես չեզոքացնելու առաջի դեմքով։ Եվ իհարկե օրինակ ապօրինի շրջանառություն։ Հիմա փողեր են բերում, չգիտեմ, գիտեք միլիոններով, 100 միլիոններով ռուբլիներ ու չգիտեմ ինչ-որ կանխիկ միջոցներ, մենք լսում ենք ուրեմն այսպես կանխարգելիչ քայլերի, կալանավորումների, ձերբակալությունների մասին։ Ես իհարկե շատ առաջ կուզեի, որպեսզի գնար պետությունը եւ հենց այդ հիմքով, ինչպես Մոլդովայում, ինչպես Ռումինիայում եւ այլուր, ուղղակի կախակայվեր որևէ քաղաքական ուժի, որը թույլ է տալիս փողով մարդկանց առնել, որտեղ դա կոնկրետ հարձակում է սահմանադրական կարգի վրա։ Պետությունը զավթելու փորձ է եւ պետությունը պիտի ուժ ցույց տա, որտեղ եթե ինչպես Մակրոնն է ասում, ժողովրդավարությունը կարող է դառնալ անվտանգության կարևոր։ Մինչև ընտրություն սպասել է, որ տես բան կարա լինի։ Ես իհարկե հույս ունեմ, որ այդպիսի բան կարող է լինել։ Դրա հետ կապված մի հատ էլ հարց տամ էլի պարոն Բաբաջյան։ Իդեպ Մոլդովան օրինակ ընտրությունների նախորդին մի պրոռուսական ուժի մասնակցությունը արգելեց։ Հա, հիշում եմ, շորի։ Եվրոպական գաղափարի ժողովի հաջորդ օրը, եթե չեմ սխալվում, երբ որ թիմակիցս Անվեր Կարապետյանին հարց է տալի, ասում է, թե ինչպես կգնահատեք եվրոպական քաղաքական համայնքի այս գաղափարաժողովը, պատասխանը սենց է լինում։ Անհանգստությունն է, որ դա կարող է բացել 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Ռիսկ է տեսնում եք այս հայտարարության մեջ։ Ես ընդհանրապես Սամվել Կարապետյանին շատ կարեկցում եմ, էլի, որովհետև ես տեսնում եմ, թե ինքը ինչքան դժվար է առհասարակ իր մտքերը ձևակերպում, իսկ ինքը շատ վատ բանախոս է։ Այդ իմաստով խորհուրդ եմ տալիս, որպեսզի վերադառնան արհեստական բանականության, էլի, այդ ավելի լավ էր խոսում, քան ինքը
ինքնուրույնաբար այդ Սամվել Կարապետյանը չի, այդ իրենք կոնկրետ հանձնարարություն են ստանում, Արամ Գաբրելյանը այդ իր դեբիլ բանով հայտարարությամբ թե ինչ որ հատուկ ծառայություններից ռուսական տեղեկություններ ունի, որ չգիտեմ ես գագաթնաժողովը դուռա բացում եւ այլն, եւ դա ուղղակի հանձնարարություն են որպես ընդունել եւ Սամվել Կարապետյանը դա որոշել է կրկնել։ Դա ուղիղ ուրեմն Զախարովայի եւ ռուսական նարատիվների տրամաբանության մեջ է։ Ոչ մի նոր ստեղծարարություն չեն ստեղծարար միտք չկա դրա մեջ, ուղղակի վախի սպառնալիքների հերթական դոզան ավելացնելն է։ Իրականում այդ ուժերը, որոնց դուք ընդդիմություն եք կոչում եւ որոնք ռուսական հիմնական այսպես ռուսական ուժեր են համարվում, Պուտինն էլ համարում է իրենը անթակույց, դրանք ոչ թե Ռուսաստանին վերաբերում են որպես բարեկամ, որպես դաշնակից, իրենք վախի բանի տակ են, ազդեցության տակ են եւ իրենք ոչ թե ասում են Ռուսաստանը լավն է, պետք է իր հետ օրինակ դաշնակից լինեն, ասում են բան մի արեք, չեն կարողանանք այդ վտանգը չեն կարողանա հաղթահարել։ Եվ իրականում այդպես է, էլի, Ռուսաստանի ոչ մի հարևան ոչ մի բարեկամական հարաբերություն չունի ուրեմն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ պետք է բոլոր հարևանները կամ վասալ են, կամ թշնամի։ Հիմա մենք որոշել ենք վասալ չլինել, իրենք մեզ նշանակել են թշնամի։ Այսինքն դու չես կարող, երկրորդ տարբերակ չկա։ Միակ երկիրը, որի հետ ինքը չի թշնամացել, դա Բելարուսն է, որը իր վասալն է։ Հիմա մենք որոշել ենք վասալ չլինել։ Մեզ պատժում են վասալ չլինելու որոշման համար։ Եվ ամենասոսկալին, որ մենք ներսում ունենք այդ վասալ լինելու կամ վասալից էտի բան պրոպագանդիստներ։ Եվ մեր պետության պարտականությունն է հնարավորինս ուրեմն կոշտ միջոցներով պաշտպանել ժողովրդավարությունը։ Այ ինչ է կարգում, պարոն Բաբաջանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրությունները դուք էլ մասնակցելու եք ձեր կանխատեսմամբ։ Այսինքն դուք ոնց ինչ եք ակնկալում, քանի տոկոս ձայն կհավաքեք, անցողիկը թե շատ ավելի շատ իշխանափոխության խնդիր չենք դրել։ Ավելի համեստ։ Մենք ընդդիմափոխության խնդիր ենք դրել։ Ի տարբերություն բոլոր մյուս ուժերի, որտեղ տեսնում ենք իրականություն կա։ Իշխանությունը ունի մեծ աջակցություն հասարակության եւ գտնում ենք, որ նաեւ մեր ջանքերով, անձնապես իմ ջանքերով, Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ արտակարգ քայլեր են տեղի ունեցել, բայց դրանց շարունակականության համար, դրանց խորություն եւ բովանդակություն հաղորդելու համար կարծում ենք, որ չի կարող խաղաղությունը, երկրի անվտանգությունը կախված լինել մի անձից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Անհրաժեշտ է լայն համախոհություն քաղաքական ուժերի, հատկապես պրոդեմոկրատական ուժերի, դեմոկրատական ուժերի, որոնք որ պետության ինքնիշխանությունը չեն վիճարկում։ Բոլոր այն ուժերը, որոնց դուք սխալմամբ ընդդիմություն եք կոչում, նրանք պետության հակառակորդներ են, նրանք մեր ինքնիշխանությունը կասկածի տակ են դնում եւ չեն բացառում, որ Հայաստանը կարող է լինել ծայրագավառ։ Պարոն Բաբաջան, ինչ է խանգարեց ձեզ միասնական հանդես գայք, երբ որ օրինագիծն եք մշակում, Եվրամիության շատ բավականին մեծ է ջանքեր են գործադրել, որպեսզի այդ հաջողությունը կարողանան կրկնել, բայց գործընկերների մոտ այդ անհրաժեշտ ոչ հասունությունը, ոչ խոհեմությունը, իսկ ապագայում կսպասվի այդ կոնսոլիդացիան ձեզ։ Իհարկե, ես կարծում եմ, որ մենք խորհրդարանում համագործակցելու եւ կամք ունենք եւ նախնական պայմանավորվածություն։ Իսկ կային ուժեր, որոնք ձեր հետ աշխատում էին, բայց անկեղծ չէին։ Աշխատում էին աշխատելու համար։ Դե գիտեք, չեմ կարող ասել անկեղծ էին թե ոչ, բայց մենք օրակարգ ենք առաջ տարել։ Մեր կուսակցությունը դրոշակակիրն է եղել այդ ամբողջ գործընթացի։ Մենք նյութական մեծ մասնակցություն ենք ունեցել ամբողջ ստորագրահավաքին։ Հետո այո ուժեր գտնվեցին եւ հասարակական սեկտորից եւ քաղաքական սեկտորից, ովքեր այդ մեր նախանշած եւ պատկերացրած քաղաքական գծից շեղվեցին։ Վերջին հարցը, պարոն Բաբաջան, ինչ է կանխատեսում, ովքեր կանցնեն խորհրդարան։ Դուք Հանուն Հանրապետության կուսակցությունը։ Իհարկե, մենք պիտի լինենք խորհրդարանում, որտեղ կարծում եմ, որ մենք կարևոր ասելիք ունենք, կարևոր գույն ենք բերում քաղաքական
մեր միջավայրին մենք կարևոր անելիք ունենք եւ ասելիք ունենք, ճշմարտությունը ասելու պարտականություն ունենք եւ գլխավոր սպառնալիքի անունը ասելու պարտականություն ունենք, մեր երկրի վրա պատերազմներ բերած անձը ունի կոնկրետ անուն հասկանում Պուտին ես ձեր հարցին կպատասխանեմ հակառակ կողմից ով պիտի պարտվի հունիսի 7-ին ոչ թե ով պիտի հաղթի Պուտինը պիտի պարտվի հունիսի 7-ին դա մեր հավաքական ջանքը եւ պատասխանատվությունը պիտի լինի որպեսզի Հայաստանը հաղթի որպեսզի հանրապետությունը հաղթի Շնորհակալություն պարոն Բաբաջանյան մենք հաղորդումը եզրափակում ենք 10 բլից հարցով կարճ այո ոչ կամ կարճ պատասխան պարոն Բաբաջանյան որն է ձեր քաղաքական կարմիր գիծը որով երբեք չեք հատի պարոն Բաբաջանյան Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի հարատևությունը։ Իշխանություն թե ազդեցություն, որն է ավելի կարևոր փոփոխություն բերելու համար։ Իշխանական ազդեցություն։ Իշխանական։ Որն է ձեր կյանքի ամենամեծ քաղաքական դասը, որ քաղել եք սխալվելուց հետո։ Բանտարկություն դրան դա եղել է մի կարևոր հանգրվան իմ կյանքում։ Ինչը կարող է ձեզ ստիպել վերջնականապես լքել քաղաքականությունը կամ կարող է ինչ-որ մի բան ստիպել ձեզ։ Ոչինչ։ Ոչինչ։ Հայաստանի ամենամեծ ներքին թշնամին։ Նոր։ Որն է լինելով Ռուսաստանի հաջորդ քայլը, եթե Հայաստանը վերջնականապես փոխի վեկտորը։ Ոչինչ չի պատահի, ես կարծում եմ մեզ ուղղակի բավարար խիզախություն կամ կա պետք մենք պիտի պահենք հարաբերությունները Ռուսաստանի հետ Ռուսաստանը մեր թշնամին չպիտի դարձնենք չպիտի ավելորդ հրահրենք այդ բոլորը ուղղակի պիտի գետնի վրա արկա իրողություններին համապատասխանեցենք այն պայմանագրային բազան որ այսօր արկա է մեր իրական դաշնակիցը Ռուսաստանը չի Ռուսաստանը կարող է լինել գործընկեր, Ռուսաստանը կարող է լինել ում հետ մենք կարող ենք օրինակ տնտեսական հարաբերություններ կառուցել, բայց չենք կարող ռազմաքաղաքական օրինակ դաշինքի մաս լինել Ռուսաստանի հետ։ Մի պետություն, որի ղեկավարը հեղինակել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ որի նպատակը ռուս-թուրքական, այսպես Էրդողան-Պուտին համաձայնությամբ հայկական պետականության կազմակերպումն էր։ Արդյոք Հայաստանում հնարավոր է քաղաքական համերաշխություն առանց ցնցումների։ Կարծում եմ այո, հնարավոր է։ Որն է ձեր քաղաքական ուժի ամենամեծ առավելությունը մրցակիցներից։ Մենք ստվերային ոչ մի գումարներ չենք դնում մեր պայքարի մեջ, մենք բարոյական իրավունք ունենք անուններ հնչեցնելու սպառնալիքի անունը տալու եւ այս ընտրությունները նաեւ այս ամբողջ քարոզարշավը օգտագործելու ենք նաեւ ճշմարտությունը ասելու համար։ Արդյոք Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ կամ տրանսպորտային հաբ։ Ես կարծում եմ, որ մենք պիտի լինենք ռեգիոնալ փոխկապակցվածությունների կարևոր կենտրոն, այդ իմաստով օրինակ ամերիկացիների հետ մենք դեռևս 2022 թվականին կառավարության ներկայացուցիչների հետ այց ենք ունեցել Վաշինգտոն եւ հանդիպել ենք եւ մեր հորդորն է եղել օրինակ էներգետիկ ոլորտում Միացյալ Նահանգների մասնակցությունը հնարավորինս ավելացնել մի նպատակով որպեսզի Հայաստանում գեներացված էլեկտրաէներգիան մենք կարողանանք բաշխել տարածաշրջանի բոլոր երկրներին որոնք դրա կարիք ունեն իդեպ դրա կարիք ունի թե Ադրբեջանը թե Թուրքիան եւ դրանից հավելյալ կախվածություններ ստեղծել ուրեմն փոխկապակցվածությունները այդ իմաստով հավելյալ անվտանգային բարձիկ են։ Իսկեն հնարավոր է։ Իհարկե։ Եվ մեկ նախադասություն առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդին, պարոն Բաբաջանյան։ Չվախենալ, հետևողական լինել կամ դրսևորել եւ երբեք չկորցնել երազանքը։ Շնորհակալություն պարոն Բաբաջանյան։ Ես եմ շնորհակալ։ Այսօր մեր հյուրն էր հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։